Այս խոսքը դարիներ անընդհատ գրկնված է ու այսօր վերստին կգրկնենք։ Եթե մեր լեզուն ներդեմ, ապա ցեղասպանությունը կապողջանա։ Սիրելի հնարամիտներ, այսօր կնշենք հայոց ցեղասպանության 110-րդ ամյակը։ Շատեր այս ոճիրը կգաբեն 1915-ի գոտորածներում միայն, բայց իրականության մեջ շարքերը սկսած են շատ ավելի առաջ։ Ուրեմն, ինչու ապրիլ 24-ին ոգեոջենք։ Որովհետև այդ օրը նաև ծանոթ էր Կարմիր գիրակի անունով, երբ Օսմանյան կայսրությունը սկսավ գործադրել հայ մտավորականության համակարգված աքսորը։ Ավելի քան 2000 անձեր գալանավորվեցան, ինչպես Գրիգոր Զոհրաբը, Դանիել Վարուժանը, Ռուբեն Սևագը, Սիամանտոն և բազմաթիվ ուրիշներ, որոնց մեծամասնությունը սպանվեցավ։ Այս միայն ժողովրդին առաջնորդները լրացնելու փորձը չէր, այլ նախապատրաստված ծրագիր մներ չնչելու ժողովրդի հավաքական հիշողությունը, մշակույթը և լեզուն։ Քանի ժողովուրդն ոչնչացնելու առաջին քայլը անոր ինքնության արմատները գծելն է։ Հետևաբար, ցեղասպանությունը դակավին չէ ավարտած, անթեր կշարունակվի, որովհետև այն միակ երաշխիքը, որ մինչև այսօր միացնե մեր ժողովուրդը, լուրջ սպառնալիքի տակ կգտնի։ Մեր մայր լեզուն արևմտահայերենը արդեն դեղ գրաված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի վտանգված լեզուներու ցանկին վրա։ Եթե չթիմենք արդյունավետ և գործնական քայլերու, 2-3 սերունդ ետք այլևս արևմտահայերեն խոսող գրնա չմնար։ Ահա թե ինչու այսօր կհայտարարենք մեկնարկը հնարքի վերհիշել, վերամիացնել, վերակենդանացնել արշավին, որ նվիրված է արևմտահայերեն լեզվի պահպանման ու վերակենդանացման։ Այս նախաձեռնությունը ժամանակավոր չէ, անպիտի շարունակվի, մինչև որ մեր առաքելությունը դառնա իրականություն։ Այս վերջին առիթն է փրկելու մեր ամենաթանկագին ժառանգությունը, մեր լեզուն, և մենք առանցին չենք մեր այս հավատքի մեջ։ Այսօր բոլորիս համար հայտնի է, որ հատկանշական օր է, ցեղասպանութենեն անցած է 110 տարի, և մենք բարդացրապար ցեղասպանության արդյունքով դարձած ենք սփյուռք, իսկ սփյուռքի մեջ գոյատևելու համար գործընծնել է ետք հող հայրենիք, մեր լեզուն դարձած է մեր հայրենիքը, և ուրեմն մենք պիտի դառնայինք այնքան նախանցախնդիր, որպեսզի այդ լեզուն ապրեր, գոյատևեր, շարունակվեր և ուրեմն դառնար հայ ժողովրդի զավակներուն կողմի աչքի փիփ։ Գծավին գսելու, որ միջին արևելքի երկիրներուն սպառնացող վտանգները և սպառնացած վտանգները, որոնք հիմա կպատկանին անցյալին, մոդիկ անցյալին, բաժան հանդիսացան, որպեսզի մենք համաշխարհայնացման, ռազմական, տնտեսական, քաղաքական վերվայրումներու արդյունքով գործընծնենք շատ բան, որոնց հետ միասին նաև մեր հայերենի կոյերցը և ժամանակի ընթացքին մեր ժողովրդին կով դիրող անորոշությունը, անդարբերությունը բաժան հանդիսացավ, որպեսզի մեր լեզվի նկատմամբ շատ երիտասարդ դարեր գտնվին անդարբեր։ Այսօր ուրախ եմ, որ փունջը երիտասարդուհիներ կփորձեն նախանցախնդրությամբ մոտենալ այս հարցին, ընել իրենց ամենագարելին, որպեսզի մենք գրգին ու գրգին դերը դառնանք արևմտահայերենին, մեր գեղեցիկ փարփարին, մեր գեղեցիկ լեզվին, սքանչելի լեզվին և թույլ չտանք, որ ան դառնա հինցած լեզու, գործված լեզու և որ մնալ խաչ կաշենք անոր վրա։ Շնորհավորելի աշխատանք է, ապրիկ շարունակեցեք։ Բարև ձեզ սիրելիներ, ես Տամար Սնաբյան Սուրջյանն եմ, կմիանամ հնարթիի արևմտահայերենի պահպանման արշավին։ Ինչպես գիտենք, արևմտահայերենը վերջին շրջանին վերջերս դասված է վտանգված լեզուներու շարքին։
Ես այսօր ուզեմ առաջարկովը արտահայտել իմ կարծիքս, որ հետևյալն է։ Արևմտահայերենը պետք է դարձնենք մեր առօրյային մաս կազմող լեզումը։ Ճիշտ է, որ մենք ընկերային ցանցերու վրա կօգտագործենք որոշ չափով հայերենը, ամեն տեսակի ինչ որ ուզենք գրել եւ այլն, բայց ադիգա միայն ցուցական բաժինն է արևմտահայերենին։ Արևմտահայերենը պետք է լա հոգի լեզու, սկացումի լեզու։ Եթե օրինակ որևէ մեկ ինչ մարզի մեջ որ ենք, եթե մեկը գրել գսիրե, մեկը քծել գսիրե, կարդալ գսիրե, այսինքն օրինակի համար մենք գրնանք օրակրությունը բահել մեկ մեզի համար եւ ոչ թե ուրիշին համար, այդ օրակրությունը journaling-ը օրինակի համար ընենք հայերենով։ Հոգ չէ թե երկու դողը լա այդ մեկը, բայց գամած արևմտահայերենը գվերածվի անմիջական լեզվիմը, առօրյա լեզվիմը եւ ոչ թե միայն թանկարանային լեզու, արևմտահայերենը թանկարանի լեզու պետք չէ ըլլա, այլ պետք է ըլլա մեր անմիջական սկացական լեզուն։ Այնպես որ փորձենք մենք արևմտահայերենը դարձնել մեր առօրյա կյանքի մաս կազմող լեզու։ Շնորհակալ եմ։ Ես ուրախ եմ, որ հնարդին արդեն դարձած է ծանոթ անումը լիբանանայի իրականության մեջ եւ գուսամ որ աս ծրակիրը որ սկսած են հնարդիի աղջիկները ավելի գտարնա վարագիչ լիբանանայի տարբեր շրջանակներում մեջ նաեւ ինչու ոչ սպիրկի դարածքին, որովհետեւ ինքը հղացք է եւ հղացքը ինքնին հետաքրական է, որ վերագենտանացնել մեր լեզուն, վերաշխորացնել մեր լեզուն եւ վերագենտանացնել նաեւ մեր ավանդությունները։ Հետաքրական մոդեցում է հնարդին, որովհետեւ աղջիկները իրենք է որ որոշած են երթալ ժողովրդին մոտ եւ ոչ թե ցերդակներ գազմագերբելով, այսինքն քարացած ինձած տասական ցերդակներ գազմագերբելով, այլ իրենք ժողովրդին կոմերտալով, ժողովրդին մեջ ապրելով, ժողովրդին հետ խոսելով, ժողովրդին ցավերը լսելով եւ անշուշտ այդ ցավերը լսելով արևմտահայերենով, խոսակցական արևմտահայերենով, որտեղ վերջո լեզուն գաբրի խոսելով, ավելի գաբրի խոսելով, քան քրելով գնահատարեր ապրիլ, բայց յանքի մեջ գաբրի խոսելով։ Եվ ադոր համար է որ նահանջը սպիրկի մեջ կդեսնենք, որովհետև ստիպված ենք ուրիշ լեզուներ խոսելու եւ այս մեր սիրելի աղջիկներ իրենք է որ հնարդի աղջիկներ իրենք է որ երթան ժողովրդինքով նույնը գնեն նաեւ ավանդություններու մասին միայն ես մեկ խնդրանք ունիմ կամ պապակ ունիմ կամ մախտանք ունիմ որ ավանդություններ վերագենտանացնել լեզուն վերաշխուժացնել չի նշանակել անցյալը կոպինել, անցյալը ընդօրինակել, այլ նայել ապակային ներկան սերդել, նայել որ ինչպես կրնանք նոր մոդեցումներ ցեվաչապերը ստեղծել եւ վստահ եմ որ հնարդիի աղջիկները ուսանած երդասարդ նոր հորիզոններով, նոր ցեվաչապերով արդեն արտգտեսնենք որ իրենց ցեվաչապը նոր է, որոշած են իրենք երթալ ժողովրդի մեջ եւ ժողովրդին հետ ապրիլ եւ այդ ապրելով ապրեցնել լեզուն, մշակույթը եւ ավանդությունները եւ ոչ թե անցյալի քարացած մոդելներով։ Ես հաջողություն կմաղթեմ, վստահ եմ, բայց միայն խնդրեմ որ ընկերներս որոնք կլսեն իմ սերունդս կամ ուրիշ սերունդներ որ անպայման զորավիկ կապին նախացերության կարևոր նախացերություն է զորավիկ կապին չի նշանակել միայն ձապահարել զորավիկ կապին կնշանակել նաև մասնակից դառնալ ես շնորհակալ եմ հնարդի աղջիկներում որ նման նախացերության սկսած են հաջողություն կմաղթեմ իսկապես սրտանց հաջողություն մենք մեր գարելին գիտենք որ աս ծեր վերագենտանացման լեզվի եւ ավանդություններու վերաշխուժացման ասել արշավը հաջողի Բարև ձեզ, եթե հարցումը արևմտահայերենի մասին է, դժբախտաբար այսօր այն իրողության թեմ հանդիման ենք, որ այո, վտանգված է արևմտահայերենը եւ
հարաճիգա հանգրվանին ավելի վատ թրության մեջ չհանդիսանալու համար մենք բոլորս պիտի գրենք այս լեզվի պահպանման աշխատանքը, որովհետև ժողովրդի մկոյադեման պայքարի մեջ հիմնակարերը մեկն են լեզուն, հավատքը, մշակույթը, պատմությունը եւ առանց լեզվի ազգերը չեն գնար կոյադեվել։ Աբա եթե մենք այսօր դերը չկանգնենք այդ լեզվին, այդ լեզվի ուղղակրության եւ մեր պատմության, բնականաբար պատկերացուցեք 10 տարի վերջ, 20 տարի վերջ, 50 տարի վերջ քալիք սերունդները։ Այսինքն եթե օդարամասնության պատճառով կամ օդարացման պատճառով կամ համաշխարհայնացման պատճառով օդարամալության պատճառով յուրաքանչյուր տարի 10 հոգի նվազ հայերեն խոսի, ապա քալիք տարիներուն այդ 10-ը պիտի դառնա 100, 100-ը 1000 եւ մենք ամբողջ սերունդով, ամբողջ ազգությամբ պիտի գործվենք։ Հետևաբար քաչալերելի է բոլոր այն աշխատանքները, որոնք կդանին մանավանդ երիտասարդները կապված հայոց լեզվին եւ պետք է որ միանանք, քաչալերենք եւ մասնի կդառնանք այդ ծրագրին, այդ լեզվի պահպանության պայքարին։ Շնորհակալություն հնարդին։ Կարելի չէ լեզումը վերակենդանացնել մեկ օրվա մեջ, բայց յուրաքանչյուր փառ, որ կսորվենք, կգրենք կամ կխոսենք, կնպաստի կամրջելու մեր անցյալը այն աբակային, ուր մեր լեզուն պիտի ապրի, ոչ թե թանգարաններում, այլ զրույցներում, երգերում, աղոթքներում ու պատմություններու մեջ, որոնք պիտի փոխանցվին սերունդե սերունդ։ Եվ այդ աբական կսկսի այսօր։ Եկեք միասին պահպանենք եւ վերակենդանացնենք մեր մայր լեզուն, այսպես անհնարը դարձնելով հնարավոր։